Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանում մայիսի 4-ին մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կադրերում Ադրբեջանի նախագահի սեղանին իստիսու հանքային ջրի շիշն է դրված։ Ապրանքանիշ, որը ադրբեջանական կողմը ներկայացրել է որպես Քելբաջարի աղբյուրներից ստացվող արտադրանք։ Մինչդեռ քարվաճառը 2023 թվականից է անցել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտման հետևանքով։ 120,000 անօթևան մնացած արցախահայերի նկատմամբ Ալիևի երեկվա այս քայլը որակվում է որպես սադրանք, իսկ հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ըստ Ժողովուրդ օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների իշխանությունները մինչև ԱԺ հերթական ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում վերանայելով կաշառք տալու եւ ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները։ Իշխանությունները նպատակ ունեն հոդվածն ավելի խստացնել։ Մեր տեղեկություններով քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժաչափերի խստացմանը, այլև կալանքի ժամկետների հնարավոր ավելացմանը։ Ըստ շրջանառվող տվյալների նախաձեռնության հիմնական նպատակը կաշառքի գործերով առավել խիստ իրավական մոտեցման սահմանումն է։ Հրապարակ թերթը գրում է. պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երևանի Մարիոթ հյուրանոցում նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900,000 դրամ է։ Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին 2 խումբը ժամանել է ավելի վաղ նախապատրաստական եւ անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա հյուրանոց ժամանելը նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի է արդուկվի, բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը Մարիոթի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման, տեղում սպասել են, մինչև ավարտեն աշխատանքը եւ հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։ Հրապարակ թերթը գրում է. մարտի 18-ին գրել էինք, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտևի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի։ Մեր տեղեկություններով նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում, սակայն տեղեկացանք, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը։ Նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաև գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանը այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում կիսատ թողած գործերը ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։ Հրապարակ թերթը գրում է. չնայած նախընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ ԿՊ վարչությունը իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել, սահմանելով, որ երկրորդ հիսնյակում փոփոխություն կարող անել ԿՊ վարչությունը, իսկ 100-ից հետո Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ, ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։ Բանն այն է, որ ԿՊ ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ԿՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիայով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին հիսնյակում հայտնվածներից ոմանք։ Հրապարակ թերթը գրում է. ինչպես են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները։ Այս հարցը վերջին շաբաթներին ուղղել ենք պատկամ գերատեսչությանը։ Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում։ Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր եւ հետ կուղեկցեն իրենց տները։ Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաև քվեատուփը տներ տանելու տարբերակը։ Հրապարակ թերթը գրում է. պետական այցով նախորդին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով 3 Հայաստան են ժամանել նաև Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա են ճանաչվել, նրանց սև ցուցակում են։ Մեկը ՀՅԴ բյուրոյի անդամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունը արգելել էր եւ նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը Մակրոնի միջամտության շնորհիվ։ Պատվիրակության մեջ են նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադիա Գորձունյանը, ֆուտբոլիստ Յուրի Յորկաևը, Ստեփան Հացմանյանը, ֆրանսահայ
հայտնի բժիշկ եւ քաղաքական գործիչ Գևորգ Քեփենեգյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք։ Ուշագրավ է, որ նրանց մի մասը ՀՀ իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երևանում, այլև անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորել էին։ Դե ինչ, այսքանն ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ։